Ադրբեջանական զինուժը երեկուշ երեկոյան կրկին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրել է, որ զոհեր բարեբախտաբար չկան։ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել նաև փետրվարի 25-ի առավոտյան։ Նույն օրը հակառակորդը հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտել է նաև Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում Մարտունու եւ Ակնայի նախկին Աղդամի ուղղություններով։ Հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդը զոհեր եւ վիրավորներ է ունեցել։ Մի քանի դիակ չեզոք գոտում է մնացել։ Ադրբեջանական կողմի 5 զոհերի թվում են հետախուզության պետ, հետախույզ Վաշտի հրամանատար եւ 2 այլ զինծառայող։ Արցախի պաշտպանության նախարարությունը հակառակորդի ճամբարում տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել, որտեղ կանացի ձայնը նկարագրում է ադրբեջանական կողմում տիրող իրավիճակը։ Ադրբեջանցիները 2 օր շարունակ չէին կարողանում դիերը դուրս բերել չեզոք գոտուց։ Հակառակորդը խախտել է պայմանավորվածությունն ու ձախողել դիերի դուրսբերումը։ Դա հաջողվել է անել միայն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի օգնականների մասնակցությամբ։ Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Խնդրի լուծման հարցում էլ ըստ Սարգսյանի կարևորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամ արտահայտությունն է։ Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամ արտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը։ Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։ Սերժ Սարգսյանի ու Դոնալդ Տուսկի հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է եղել։ Նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ կողմերն ավարտել են բանակցությունները։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչը ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում եւ մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադարձ է եղել նաև Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հանդիպման ժամանակ։ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի բնավ չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանը եւս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաև եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի գործարար շրջանակների հետ, ինչպես նաև ելույթ է ունենալու Քարնեգի հետազոտական կենտրոնում։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է եւ ազգային ժողովի արձանագրությամբ նրա լիազորությունները դադարեցվել են։ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նախագահն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Լևոն Յոլյանին։ Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը կկայանա վաղը, իսկ այսօր խորհրդարանի դահլիճում բավական լարված է եղել։ Խոսրով Հարությունյանը խոսել է նոր ընտրական օրենսգրքի առավելությունների մասին, ասել է, որ ապրիլի 2-ի քվեարկության ժամանակ այն բացառում է կառուսելը, հետևաբար ընտրակաշարք բաժանելու որևէ շարժառիթ։ Հարությունյանը զարմանում է, որ դահլիճում նստած քաղաքական ուժերն ընտրակաշարք բաժանելու համար միայն իշխող կուսակցությանն են մեղադրում։ Նստած քաղաքական ուժերը ընտրակաշարքի մասին խոսում են այնպես, կարծեք թե իրենք sense կուսական կեցվածքով։ Գնացեք Գյումրիում հարցրեք, ով էր ընտրակաշարք բաժանում եւ որը բարձրացրել ընտրակաշարքի գինը։ Խոսրով Հարությունյանի հայտարարությունը զայրացրել է Նիկոլ Փաշինյանին։ Նրանք միմյանց վրա շարունակել են գոռգոռալ նաև խոսափողներն անջատելուց հետո, իսկ Հերմինե Նաղդալյանին երկար ժամանակ չէր հաջողվում կարգի հրավիրել падգամավորներին։ Հարգելի գործընկերներ, դահլիճում կարգապահություն պահպանեք։ Բարձր տոնի են անցել նաև Նաիրա Զոհրաբյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագրի դրույթների մասին Զոհրաբյանը ոգևորված է խոսել, Նաղդալյանն էլ հանգստության կոչ արել։ Ես խնդրում եմ այդ դասին էլ, հաջորդ դասին էլ բոլորին, ովքեր կարճ երկար հիշողություն ունեն, ձայնալարերը այդքան չենթարկեն չծանրաբեռնել, մի քիչ ցածր ու հանգիստ խոսեն։ Տիկին Զոհրաբյան, դուք երբ հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի եք։ Խորհրդարանի միջանցքներում էլ լրագրողներն այսպես ասած շրջապատել են մի քանի падգամավորի։ Սամվել Ալեքսանյանից հարցրել են, որ եթե այս ընտրություններում քաղաքացիներն իրեն բավարար քանակությամբ ձայներ չտան, կշարունակի արդյոք բարեգործություն անել։ Չէ, ոչ մի կապ չունի։ Տան չտան մեկը անելու ենք։ Բայց նոր խորհրդարանում Սամվել Ալեքսանյանն ուզում է հայտնվել, ասում է դեռ շատ բան ունի անելու։ Լիքը կիսատ գործ։ Բայց դուք այդքան էլ ակտիվ չեք մասնակցում այդ օրենսդրական նախաձեռնություններին։ Կոնկրետ ինչ օրենսդրական նախաձեռնություն եք։ Չի ասել։
Ալեքսանյանին պաշտպանության շտապողն Արաքել Մովսիսյանն էր, բայց լրագրողների հետ այսօր զրուցելու ցանկություն չուներ։ Սամվել Ալեքսանյանը շտապել է հանգստացնել ընկերոջը, իրեն հունից հանել չի ստացվի։ Իրանք ուզում են ինձ հունից հանեն, բայց չեն կարող անել։ Ես օկուպեր չեմ, աղբերս։ Իսկ Մհեր Սեթրակյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր եւ իր որդու նկատմամբ իշխանությունները ճնշումներ են գործադրել, երբ իրենք փորձել են լքել ՀՀԿ-ն եւ Հովիկ Աբրահամյանի կողմն անցնել։ Այդպես բան չկա, ին վրա ոչ մեկը ճնշում չի գործադրել եւ չի էլ կարա։ Նա վստահեցրել է, որ ոչ ոքից նեղացած չէ, պարզապես դուրս է եկել քաղաքականությունից եւ բիզնեսով է զբաղվելու։ Նորմալ ընկեր եմ եղել, այսօր էլ չեմ ուզում ընկերություն անել, բայց կուսակցության այդ բանը խաղերի մեջ չխառնվել։ Իսկ Գալուստ Սահակյանին լրագրողները հարցրել են, թե ինչպես է վերաբերվում հրապարակումներին, որ իր հարսը Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրեն Սեդա Հակոբյանը օգտագործել է վարչական ռեսուրսները, մարդկանց հրահանգել հաշվառվել Արաբկիր վարչական շրջանում, որտեղ հանրապետականից տեխնացու է առաջադրվել իր ամուսինը Արման Սահակյանը։ Նույնիսկ Սեդա Հակոբյանի հետ լրագրողի հեռախոսազրույցի ձայնագրություն է տարածվել։ Գալուստ Սահակյանը դրանում ոչ մի խնդիր չի տեսնում, ձայնագրությունը տարածողին էլ բանի տեղ չի դնում։ Այդտեղ որևէ խնդիր չկա եւ ես չեմ ուզում շարունակել Առավել ևս եթե որոշակի բանի տեղ դնող լինեի, ով որ տարածել է այդ խնդիրը, նրան անպայման դատի կտայի։ Արագածոտնի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Երևան-Գյումրի ավտոճանապարհին Թլիկ գյուղի տարածքում ծնակույտի մեջ Mercedes Magnus-ի մեքենա են գտել քիչ այն կողմ երիտասարդի D։ Նրա պարանոցը կտրած է եղել։ Նախնական եզրակացության համաձայն երիտասարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։ Մահացածը Երևանի 20-ամյա բնակիչ Կարլեն Գրիգորյանն է։ Նա առաքիչ էր, ազատ ժամանակ անձնական մեքենայով Yandex-ում էր աշխատում։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի բնակիչ, ժամանակավորապես Երևանում ապրող 25-ամյա Վարդան Հովսեփյանը։ Նախնական տեղեկություններով կասկածյալը Երևանի Լենինգրադյան փողոցում նստել է Կարլենի մեքենան ու պատվիրել մեկնել Գյումրի։ Արդեն Թլիկում նա դանակի մի քանի հարվածով կտրել է երիտասարդի պարանոցը, դին դուրս բերել մեքենայից ու փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից փախուստի դիմել, բայց հայտնվել է ձնակույտի մեջ։ Հովսեփյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Իսկ Մերձ Մոսկովյան Դալնապրուդնիում հրաձենային վնասվածքից Հայաստանի 35-ամյա քաղաքացի է մահացել։ Գիշերը տղամարդու մարմինը գտել են շրջանի Ոդնիկ սրճարանի մերձակայքում։ Մերձ Մոսկվայում առանց գրանցման բնակվող Էդգար Հովսեփյանը մահացել է շտապօգնության մեքենայում Կրծքավանդակի շրջանում հրաձենային վնասվածքից։ Դեպքի վայրում ատրճանակի պարկուճ են գտել։ Էդգար Հովսեփյանը հրազդանից էր, 3 մանկահասակ երեխաների հայր։ Կայացել է Օսկար մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը։ Ավանդույթի համաձայն այն անցել է ոգևորիչ հաղթանակների պարտության հիասթափության մթնոլորտում, աստղերն էլ ցուցադրել են հայտնի դիզայներներից ձեռք բերած վառ ու նորաձև զգեստները։ Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչել Բարի Ջենքինսի Լուսնի լույսը ժապավենը, լավագույն ռեժիսոր Դեմիեն Շիզելը La La Land ֆիլմի համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը, լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը։ Իդեպ Օսկարի պատմության մեջ առաջին անգամ բաղձալի արձանիկ է ստացել մահմեդական դերասան Մահերշալա Ալին։ Նա հաղթող է ճանաչվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ չի հաջողվել խուսափել նաև զավեշտալի իրավիճակներից։ Մասնավորապես լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթողին հայտնելիս Լուսնի լույսը ֆիլմի փոխարեն նշել են La La Land-ը, բայց արձանիկը ռեժիսորին հանձնելուց հետո պարզվել է, որ սխալմունք է տեղի ունեցել։ Պարզապես բացել են լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթողի ծրարը La La Land-ից գլխավոր դերակատար Էմմա Սթոունի անունով։ Բացի այդ համացանցում սկսել են ծաղրել նաև Նիկոլ Քիդմանին տարօրինակ ձևով ծափահարելու համար։ Սոցցանցերն արդեն հեղեղվել են ծաղրալի մեկնաբանություններով։ Նախ իմ հարցը ես ձեզ ասեմ, որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվել, բայց նաև չեմ ուզում վիրավորվել այն իմաստով։ Իմ հարցը բավականին բարեհոգի աղջիկ է եւ շատ լավ աշխատող եւ ճանաչվում է ամբողջ շրջապատի համար, եւ նույնիսկ եթե ցանկանա էլ մարդ գրանցելու, դա կարծում եմ իր գործը չի կարող լինել։ Եթե մենք մտածենք մարդիկ պիտի բերեն գրանցել տանք, դա ոչ թե մեր հարցին պիտի դնենք, այլ Գալուստ Սահակյանը մարդ կբերի կգրանցի, բայց ոչ հարցը։ Մարդիկ մտածել են, որ մի բան գտնեն ասեն, դրանով իսկ Գալուստ Սահակյանին կարող է վիրավորել, չմտածելով, որ Գալուստ Սահակյանը այն մարդն է, որ ոչինչից չի կարող վիրավորվել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել։ Ժողովրդին ներկայացնել դա մի կողմ եմ թողում, որովհետև եւ ճիշտ կա եւ ոչ ճիշտ կա։ Ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ կուսակցության եւ կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում եմ հիմա։ Իմ խնդիրը հետեւյալն է, այնպես մնամ, ինչպես որ եկել եմ եւ կարողանամ միջև վերջ, ինչպես որ եկել եմ, այդպես էլ փորձեմ այն աշխատանքը, որ դրված է ինձ վրա, միջև վերջ հասցնել։ Եթե որևէ մեկը
կլինի որ կասի որ ես շատ ավելի մեծ քաղաքական գործիչ եմ կամ ինչպես Գալուս Սահակյանն է, ես կարծում եմ իմ տեղը կզիջեմ իրեն։ Եվ երևի մտածում եք ընտրություններից հետո պետք է լինեմ ազգային ժողովի նախագահ թե ոչ, բնական է շատ կուզենայի որ լինեի, բայց նույնիսկ եթե չլինեի, համենայն դեպս ով որ լիներ, անպայմանորեն իմ համաձայնություններ կլինի։ Դոլարն ու եվրոն կրկին զիջում են դիրքերը, փետրվարի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոին է 515, ռուբլունը 8 դրամ 43 լումա, ֆունտինը 604 դրամ։ Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 7-ից 9 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 1 աստիճան տաքություն։